Որդի խավարն է շատ կանդրացել, հոգուտ վիշն է խիստ կանդրացել, ու չես տեսնում ուր ես գնում, մշուշում ես տարուբերում, Հիսուսն է քո ճանապարհը, ճշմարտությունը ու քո կյանքը, նրանով դու միայն գնաս, որ մոտանով ճամփանել, թե օրհնություն ես կյանքում որոնել, այդպես է նրան երբեք չես գտել, գտածդ կյանքում դատարկ է եղել, ունայնությունն է քեզ միշտ շեղել, Հիսուսն է քո ճանապարհը հիշի, ճշմարտությունը ու քո կյանքը։ Եվ դրության արժև ես կանգնում, վստահ գնայք ճանապարհը, ուր բնակվում է ճշմարտությունը։ Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, նրանով դու միայն գնաս, որ մոտանով միակ ճամփաներով։ Եվ ճամփաներ իրար են հաշվում, և ընդրության արժև են ստանում, վստահ գնա հայ ճանապարհ, ուր բնակվում է ճշմարտությունը կան, Հիսուսն է քո ճանապարհը, ճշմարտություն ու քո կյանքը, նրանով դու միայն գնաս, որ մոտանով ճամփաներով, Հիսուսն է քո
Քեզ Տերաստված, Հիսուս իհարկե Հիսուս Քրիստոսի անունով։ Իմ անունը Կարենն է, փոքր տարիք չի, 30 արդեն 4-րդ տարին է, որ ես իմ կյանքը նվիրել եմ Աստծուն։ Անցել ենք բավականին նեղ ճանապարհներ, կործանման եզր ենք հասել, ես իմ մեծաբերանությամբ ասել եմ, որ Աստված պետք է շնորհքը Աստծուց լինի, ես տենց մեծ խոսացել եմ, ասել եմ, մենք շնորհություն ենք, որ պետք է Աստված մեզ շնորհի։ Ես բերանից խոսքի համար հասել եմ դժոխքի եզր, անձամբ Հիսուս է եկել այն հետևից։ Ու միշտ իրան հատ հավիտյանս անում, որտեղ երբ ինքը չգար, մենք հիմա կործանված մարդիկ ենք։ Աստված օգնի, բայց ես ուզում եմ մի քանի խոսքեր ասեմ ձեզ քույրեր եղբայրներ։ Ստեղծագործության սկզբից Աստված որ արարել է մարդուն, մի նպատակի համար է։ Հիմա ոնց որ ձուկը ջրի համար նախատեսված է, որ ձուկը ապրի ջրի մեջ, իսկ ես աշխարհի գիտությունն ասում եմ, որ ձկները հենան ջրերից, ու կամաց ոչ ավելացավ, քիթ ավելացավ, ձեռուղոտ ավելացավ, հիմարացնում են մարդկանց, որտեղ իրանք հիմարացել են և հիմարացնում են մարդկանց որդիներին։ Տեսնենք ինչ է ասում ստեղծագործության սկզբից, Աստված ինչպես է, ինչ միտք է ունեցել և ինչ է ասում։ Կարդում եմ հենց Ծննդոց առաջի գլխից հատված կարդամ։ Ուրեմն երբ որ ծրագիր ուներ, որ երկրի վրա մարդկանց որդիներին բազմացնի, աճեցնի, նա ասեց, Աստված ասեց, սկզբից երկիրը թող հանի շնչավոր կենդանի իր տեսակի պես։ Երկիրը հանի շնչավոր կենդանի իր տեսակի պես։ Բութ, անասուններ, սողուններ, երկրի գազաններ իրենց տեսակի պես։ Եվ այդպես եղավ։ Աստված երկրի գազաններ իրենց տեսակի պես, ընտանի անասուններ իրենց տեսակի պես, գետնի բոլոր սողունները իրենց տեսակի պես արեց։ Հետո արդեն ասում է, Աստված ասեց, մեր պատկերով ու մեր նմանության մարդ շինենք, անենք, կառուցենք, ձևակերպենք։ Ես ուղղակի մի քանի հոմանիշներ եմ վերում, որպեսզի մենք տեսնենք, որ եթե մի բան շինում է, ինքը դա ձևակերպում է, կառուցում է, վերջը առաջընթաց ունի ստեղծագործության մարդը, բայց ասեց իմ պատկերով։ Ու մենք գալիս ենք մի կարևոր եզրակացության, որ Աստծո պատկերով ստեղծված մարդը երկրի տեսակից չի, նա շնչավոր չի, նա անասնական ցեղից չի, թեև մարդիկ իրար անվանակոչում են անասնական որոշակի անուններով, դուք գիտեք ինչ են ասում իրար, անվանակոչում են գեղեցիկ անասնական անուններով, դրանով ոտնահարելով մարդու իրավունքը, դրանով ոտնահարելով Աստծո պատկերը։ Ու եթե նայեք ձեր սրտի մեջ, կտեսնեք դուք բոլորդ էլ ձեր սրտի մեջ որոշակի ավելնորդ խոսքեր եք ասել։ Դուք մեղանչել եք, որտեղ Աստծո պատկեր ունեցող մարդուն անվանակոչել եք հազար ու մի կեղծ, սուտ և անասնական անուններ։ Եվ գրված է, որ Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, ինքը ծրագիր ունի իր նմանությամբ նաև անի, բայց իր պատկերով ստեղծեց, հետագայում Ադամը չլսեց Աստծուն, չլսեց և թեև Ադամը ստեղծված էր Աստծո պատկերով, բայց հետագայում չարի խոսքը ընդունեց իր մեջ, ավելի հեղինակություն տվեց չարի խոսքը իր կյանքում և իրան խառնվելով իր այրությունը փոխվեց։ Ինքը բացարձակ նման չէր, Աստծուն չէր էլ կարա նմանվել, կյանքի ծառից պիտի օգտվեր, ճանաչեր Աստվածովը և այդպես ժամանակի ընթացքում նմանվեր Աստծուն, բայց մոտավորապես 100 տարի ապրել են Եդեմի պարտեզում Ադամը և են կյանքի ծառին չեն մոտեցել, մենք մոտավորապես ենք ասում ու այդ ընթացքում թույլատրվում է, որ խաբողը ներս մտնի և խաբի, որտեղ ամենամեծ մեղքը, որ մարդը գործում է, դա կյանքի ծառին չի մոտենում, որպեսզի ինքը հասկանա, ինքը ում պետք է նմանվի։ Օրինակ, շատ ծնողներ ուզում են իրանց երեխեքը իրանց նմանվել։ Օրինակ, մարդ կա, որ ասում է, ես ասում եմ դու ոնց ես, քո մասին ինչ կարծիք ունես, ասում ես լավ մարդ եմ։
ասում է կուզեի սաղ մարդիկ քո նման լինեն, ասում է չէ։ Նշանակում է Բերանի խոսքով մարդը, որ ասում է ես լավն եմ, դա սուտ է։ Հետո մենք դրսի պատկերը ասում է, բայց ներսից մենք նման չենք ասում։ Ես որ հիշում եմ ինձ, ես շատ վատ եմ եղել եւ 23 տարեկանում ինձ մարմնից որ հանեց, ցույց տվեց չար ուժերը ոնց են եւ Աստված հետո խոսեց, ասեց նայիր, տեսում իշխանության տակ ես ապրում։ Քո աշխարհը չարիքի, չարերի իշխանության տակ է։ Ես շատ մեղքեր էի գործել, շատ մեղքեր եւ 23 տարեկանում, 24 տարեկանում ուղեղս աշխատում էր, եթե ես հիմա մեռնեմ ու գնամ Աստծո դատաստանի առաջ կանգնեմ, ես ինչ պետք է պատասխան տամ։ Ես պատասխան չունեմ, ես լիքը մեղքեր եմ գործել։ Ու ես ասում էի, մենք անասուն չենք։ Եթե մեզ ստեղծել է բանական էակներ, նշանակում է մենք հաշվետվություն պետք է տանք մեր ապրած կյանքի համար։ Ես էդի 23-24 տարեկանում ուղեղս արդեն պատատում էր սա, որովհետև մենք ամեն ինչ տեսել էինք եւ կյանքից ոչ մի բան չէինք հասկացել, բարձր դոզաներ ենք օգտագործել, բարձր շատ։ Եղել է, որ 3 օրով խելքս ամենացել է, 3 օրով, վարից իմաստով, շատ ծանր կյանքից, վերջին Հիսուս անձամբ եկել է հետևիցս, եկել է ու քաշել, ինձ դրել է իր տան մեջ։ Փառքը իրան միշտ տալիս եմ ասում։ Հիմա քույրեր եւ բարեր, ես նորից հիշատակում եմ, նայեք, երբ որ թույլատրվեց հակառակորդը ներս մտավ Եդենի պարտեզ, խաբելու նպատակ ուներ, տեսեք ինչ է առաջարկում, կնոջը առաջարկում է, որ այն ծառից, որ Աստված արգել է, չարու բարու գիտության ծառից, կեր, չես մեռնի, Աստված ասել է, հենց ուտես կմեռնես, այսինքն ինձանից կբաժանվես, ինձանից կոտարանաս։ Եվ տեսեք կարևոր ասում է, քանզի Աստված գիտի այն օրը, որ անկեր ուտեք, աչքերիդ պետք է բացվի, աստվածների պես պիտի լինեք։ Նայեք, քույրեր եւ բաներես, լինելու, հիմա Աստված ծրագրում է ինչ-որ բան կառուցելու, շինելու, բայց հակառակորդը, որ մարդուն միտք է տալիս, ասում է, դու կլինես, դու դարի սրա նման, դու դարձիր այս մեկի նման, այն մեկի նման։ Հիմա քույրեր եւ բարեր, նույնն է, որ ջրի միջից ձկանը հանես ու ասես գնա մի բան դարի։ Եթե Աստված մարդուն կյանք է տվել իր պատկերով, Աստծուց այդ մարդուն հեռացրա, տես ինքը ինչա դառնում։ Ինքը կոտոշներ է ձեռք բերում, որտեղ մարդուն ասում են, այ կոտոշ ունի, ճիշտ է, թե չէ, ասում են, թե չեն ասում։ Ինքը ձեռք է բերում, ինքը դա կառուցվում է։ Ու դրա նման շատ խոսքեր, ես անհարմար եմ զգում ժողովրդական այս ասածները բերել լույսի, որովհետև, բայց այսպես անվանակոչումներ են անում իրար, որ մարդը այսպես դառնում է, այսպես ինքն իրան այսպես դառնում է։ Հիմա ես մի հատ լրացուցիչ օրինակ եմ բերում, Մատթեոս ավետարան, գնում ենք Մատթեոս ավետարան, Հիսուսը տուն շինողների մասին մի առակ է պատմում, ես գիտեմ, որ բոլորդ էլ տուն եք շինում։ Բոլորդ էլ տուն եք շինում։ Փոքր երեխուն սովորացնում եք սուտ չխոսալ, բայց դուք սուտ եք խոսում։ Երեխեքին սովորացնում եք այս վատ բանը չանեք, այդ վատ բանը չանել, բայց դուք եք։ Ու սենց շինելով, ում եք նմանվում, այսի հարցը արդեն։ Եվ հետո ձեր երեխեն ում է նմանվում, այսի դուք եք ընտրություն կատարում։ Հիմա կարդում եմ։ Ով որ իմ խոսքերս ասում է Հիսուսը, ով որ իմ խոսքերս կլասի կկատարի, նրան պիտի նմանացնեմ։ Այսինքն ինքը ասում է, որ ես եմ մարդուն նմանացնելու։ Ու որ նայում ենք մի այդտեղ գրված է Աստված իմ քո երեսը իմ վրա փայլեց։ Որ քո երեսը իմ վրա փայլեցնես, նշանակում Աստված ուզում է իր ձեռքով փայլացնի իմ ու քո երեսը։ Սրտերս մաքրի, երեսներս պայծառացնի։ Սրտերիս մուրը մաքրի, սրտերիս մեջ հանգստություն բերի։ Սրտերիս միջի նախանձը մաքրի, ու մեր ներսում հանգստություն բերի, խաղաղություն եւ ուրախություն։ Բայց մարդը չի ուզում դա։ Չի ուզում, որովհետեւ անկախ Աստծուց ուզում է ինքը նմանվի։ Բայց այստեղ ասում է, ես կնմանացնեմ նրան խելացի մարդուն, որ իր տունը վենի վրա շինեց։
բնական է ամեն տուն վեմի վրա է շինվում եւ մարդը պիտի իր վեմը Քրիստոսն է եւ Քրիստոսի վրա պիտի կառուցվի Քրիստոսի նման լինելու համար։ Եվ ասում է նրա ով որ իմ խոսքերս կլսի չի կատարի կնմանվի։ Նայում ես արդեն Աստծուց հեռացել է, ինքն իրեն կնմանվի, ում կնմանվի անխելք մարդու։ Հիմա քույրեր, եղբայրներ, հարազատներ, դուք ապրում եք, շինում եք, ջերում եք, աճեցնում եք, ծաղկեցնում եք, բայց ձեր մասին հոգ չեք անում, իսկ ձեր ներսում ինչ է աճում, ում եք նմանվում։ Օրինակ, կարա մարդը, լավ մարդը լինի, բայց ասեք, վայրենի մարդը։ Կարա լավ մարդը լինի, ասեն, վայ, չար լեզուն ես։ Հիմա որն իմանանք, որն է այդ մարդը։ Մարդը կշռվում է իրա սրտի միջից դուրս եկած վիճակով, որ իրանք, ես մի օրինակ եմ բերում, ծառին ասում են, ծառ, պատմիկում ասում, ինքը ծաղկում է, պտուղ է տալիս, ու Հիսուսն ասում է, ծառը պտղից են ճանաչում, հիմա ասում են մարդ, պատմիկում ասին, քո գովերքությունը քո մասին պետք չի, քո գործերը ցույց են տալիս, ու Գիրքն ասում է, քո գործերը վկայում են քո դեմ, քո բերանի խոսքերը քո դեմ են վկայում։ Արդեն քո բերանից դուրս եկած խոսքը, թե դու ում ես նման, եւ ում հետ ես համեմատում քեզ, արդեն դա դու ցույց ես տալիս, քո բերանով ասում է Հիսուսն ասում է, չար ծառա, ես քեզ քո բերանով եմ դատելու։ Հիմա խնդիրը սա է, Հիսուսն եկել է, որպեսզի յուրաքանչյուր մարդուն հասկացնի, որ նայի դու առանցից տեսում ես նման։ Բոլորը մատերը տնգում են ուրիշի վրա այսպես, բայց մոռանում են, որ երեքն էլ իրանց է ցույց տալիս։ Ինչքան մեկին ցույց ես տալի, 3 անգամ քո վրա է գալիս։ Հիմա նմանացնելու եւ նմանվելու խնդրի վրա ենք նայում, հարազատներ ջան։ Դու ում ես նման, կամ ում ես ուզում նմանվես։ Հիմա մեկը կասի, դե ես իմ նման եմ ու ես ոչ մեկի կարիքը չունեմ։ Պատմեմ, ես էլ էի ասում։ Փոքր հասակում իմ հերը, ես 7-րդ երեխա եմ, հերս խմող էր։ Ես փոքր հասակից ատել եմ խմիչքը ու խմած մարդուն։ Փոքր հասակից, որ ծնողները այդ ժամին երեկոյան ժամին աշխատանքից գալիս են, բոլոր երեխեքը վազում էին իրանց ծնողների մոտ, երկում էին։ Ես չէի վազում։ Ասում են, բահեն ահերդ, քիչ ես վազում, ասում են, խմացա։ Իմ մոտ էդի նստված կատվել, ու ես որոշում կացրեցի արդեն որոշակի պատանեկության տարիքում, որ կյանքում չեմ խմելու։ Բայց 7-րդ դասանում ինձ սպիրտ խմեր սովորացրեցին, ու պլանցը խմեր սովորացրին 7-րդ դասանում։ Ու մի օր, որ ես հարբած ու ազդեցության տակ եկա տուն, վեր ընկասենց տան մեջտեղը, իմ հերը եկավ կանգնեց իմ գլխի վերևը, ասեց, դու ինձի հաղթեցիր, այսինքն ինձ տվիր անցր։ Իմ ուղեղը հստակ աշխատում էր, ես ամաչեցի, այդ ամոթը չլիներ, ես այսօր Աստծո տան մեջ չէի։ Շատ մարդիկ կարող է հանցանքը գործում են եւ չեն էլ ամաչում։ Չեն ամաչում են Աստծուց, որ իրանց լեզու է տվել։ Աչք ստեղծողը աչք չունի, ականջ ստեղծողը չի լսում։ Հիշեք, որ մենք Աստծո նման պետք է լինենք, Քրիստոսի քարոզչության նպատակը Աստծո նման լինելն է։ Որ քեզ նմանացնի, ու ինքը իր ձեռքերով պետք է նմանացնի, սա որևէ մեկին չի վստահել։ Հիմա դու ես նման։ Մի ծեր մարդ եկավ մի օր պաշտամունքի 80 քանի տարեկան էր, որպեսզի իր ինտելեկտի զարգացումը ստուգեի, ասեցի, ձեր կարծիքով ասեցի Աստված քանի տարեկան կլինի։ Մտածեց, ասեց դեպի 100 տարեկան։ Իսկ մի 20 տարի է իրանից։ Բոլորը ծիծաղացին, այդ մարդը ցույց տվեց, թե ում աննման։ Ծիծաղելի է։ Եվ այսպես մարդիկ իրանց արարքներով ծիծաղելի են դառնում։ Բայց Աստված ու դրա համար չի ստեղծել, դուք իրա պատկերն եք, անցանկացած մարդ, որ մեղքը գործում է Աստծո պատկերի դեմ է գործում,
ով հայոյում է, Աստծուն է հայոյում, Աստծո պատկերը աղավաղելու համար։ Գիտեք, դժվար է այս հարցը։ Դուք ապրում եք մարդկանց մեջ, կա անարդար կյանք, անարդար մարդիկ, բայց Աստված ուզում է քեզ որակավորի, դու պատճառ չես կարա բերես, սրա պատճառով ես սենց եմ անում, նրա պատճառով ես սենց եմ անում։ Ասում է, արի ինձ խելացի մարդ, ես քեզ նմանացնեմ ինձ։ Հիմա հավատացյալ մարդիկ, նրանք են, որ հավատացել են Աստծո որդուն եւ ուզում են իր նման լինել։ Մենք չենք գործում, որ ուզում ենք Աստծո որդու նմանվել։ Մաքուր սրտով, մաքուր էությամբ, որ մեր քթի տակ չփսփսան, մեկի հետևից չխոսան։ Վատ ենք անում։ Հետո իմ կյանքը տվեցի վերջ, լիարգ է նվիրված էր արդեն իմ հերը, բայց շարունակում էր խմել։ Հիմա ես արդեն այն ժամանակ ինձանից քաշվում են, որովհետև ես վայրենացել էի արդեն, իսկ իրան կամաց կաղխել էի։ Հետո որ տեսան ես խելոքացա, իրանք վայրենացան, ավելի։ Իմ հերը մտնում էր տուն, հայոյում էր վերջի աստիճան։ Ես էլ հավատքի մեջ եմ, վայրենի կյանքից փոխվել եմ, ու այդ օրը ես հիշում եմ, որ ներս մտավ ինքս ես հայոյել, տան անդամները թռան դուրս։ Ես էլ 90-ական թվականներն եմ նստած եմ, արեստանոցս բարձացել եմ տան մեջ, լույսերի հովարային անջատման ժամանակաշրջանն է, տանն եմ աշխատում։ Իմ հերը եկավ սկսեց հայոյել, ամենաաննարգ ամառ էր, պատուհանները բաց, ամբողջ փողոցում լսվում էր նրա հայոյանքները։ Իսկ ինձ միտք էր գալիս, վերկաց մի հատ մեջտեղից կտրի։ Հիմա այդ միտքը գալիս էր, հել մի հատ տուր թող վերընկնի տեղը, իսկ մյուս կողմից ինձ ասում էր, քո ծնողն է, ծնողը հարգանքի արժանի է, անկախ նրանից ինչքան է սխալ, ինքը պատվի արժանի է։ Ու ես այդ ընտրության մեջ եմ, ելնեմ մի հատ մեջտեղից կտրեմ, թե ասեմ հերսը, հալավ, ձեն չհանեմ ու թող հա քրվի։ Մտենց։ Բայց ես Հիսուսին ասում էի, չեմ դիմանում, ասա ինչ անեմ, ինչ անեմ, չեմ դիմանում, ասա ինչ անեմ, ու էլ պայի մեջ, որ արդեն հասավ, ես իմ որտեղ էլ չդիմացա, կանգնեցի, գործիքներս խփեցի սեղանին, կանգնեցի, նորից հարցրեցի, բա ինչ անեմ, ու վերևից մի բան հագավ իմ վրա, որ հագավ իմ վրա, ես շրջվեցի կատարյալ հանգստությամբ, գնացի հորս վրա, հանգիս, ինքը ինձ տեսավ, հետ գնաց, ես կամաց, դեպի ինքը հետ բազմոցի վրա, ընգավ, նստեց, ես մոտեցա անկախ ինձանից ձեռքս բարձացավ, ինքը իմ ձեռքը բռնեց, դրեց իր գլխի վրա եւ երեխու պես սկսեց եկեկալ։ Ինքը ազատագրվեց դերերից։ Հենց դա է Հիսուսը ազատեց։ Զուտ նրա համար, որ ես համբերեցի, 80 տեղ տվեցի իմ կյանքի մեջ։ Բերանս չբացեցի իմ ծնողի, չանարգեցի, թեկուզ ինքը վաստակել էր։ Բայց իմ ներքին աշխարհը Աստծո ասածը ավելի պահեց։ Աստծուն նմանվել իմ համար եղավ առաջնային ու կարևոր գործով, որ ավելի լավ է հեզությամբ ու խոնարհությամբ եւ իմաստությամբ անցնել կյանքի ճանապարհը, քան ստել հռի բռիով, չոբանավարի։ Ու այսպես մարդիկ հոգևոր արժեքները անտես են անում իրանց զգացմունքների պատճառով։ Ես էլ ձեզ եմ խնդրում, մարդիկ, դուք ունեք զգացմունքներ, տեղ կա, որ դուք վիրավորվում եք, տեղ կա, որ դուք նեղվում եք, տեղ կա, որ դուք ձեր վրա չեք կարող, ձեր ձեռքերի վրա չեք կարող, ձեր աչքերի վրա չեք կարող, ձեր եկած մտքերի վրա չեք կարողանում, այստեղ է Հիսուսն ասում է, որտեղ չես կարող, ես ընդեղ ամենակարող եմ։ Եթե ուզում ես սիրտդ մաքրես, արի իմ մոտ, որտեղ ես քեզ մաքրելու եմ, ես քեզ իմ նման եմ դարձնելու, այս է հավատքը։ Չես ուզում, ով որ ասում է, ես չեմ հավատում, ուզում ասի Հիսուսը սուտ ասում։ Հիսուսն էլ ասեց, դե գնա մեռի քո մեղքերի մեջ։ Հիմա այս սա է, քույրեր եղբայրներ, հարազատներ ջան, կամ դուք ձեր սիրտը բերելով Աստծուն, ասում եք, ինչ կլի, այդ վերքեր կրած ձեռքերով արի իմ սրտի մեջ, ինձ դարձրա քո նման։ Հասկանում եք, չարի գործի ծրագիրը սա է, նա ասում է, չարու բարու գիտության ցարից կեր, չես մեռնի, ուզում է ասի, դու քո համար քո լավն ու վայրը դու որոշ։
Երեխաներ, ես իմ լավն ու վատը որոշեցի, գնացի հասա կործանման եզր։ Ասում էի Աստված, ուրեմն մենք շնորհ չունենք, պետք է Աստված տա մեզ շնորհ։ Ծիծաղում էինք, ես իմ հավատացյալ քրոջը անարգել եմ։ Ասում ես հավատացյալները հիմարներ են։ Հիսուսն էլ ասեց արիշ տերը տեսնάει։ Ու ես տեսա, որ հավատացյալ մարդիկ խելացի մարդիկ են, իմաստուն մարդիկ են, զսպված, շապված, ձևված մարդիկ են, Հիսուսի երեխեքն են, Քրիստոսի թափած արյան գինն են, Աստծո ընտանիքն են, Աստծո սուրբերն են, անկախ նրանից իրանք ինքնիշխարություն ունեն, Աստված իրանց վրա աշխատում է իրան ձեռքերով սրբագործում է մարդկանց սիրտը, իսկ ով ինչ կասի, եթե Աստծո հետ կապ չունի։ Իսկ մարդիկ ասում են, առողջություն տուր, հաջողություն տուր, որ առողջություն, հաջողություն տաս, ինչ ես անելու։ Մեկը փոս է փորում, երեխաներ, հարցնում են, ինչի ես փոս փորում, ասում է, որ փող տան, որ փողը տվեցին, ինչ ես անելու, ասում է, հաց կառնեմ կուտեմ, բա հացը խես առնում ուտեմ, որ ուժերը զգավորես, որ նորից փոս փորեմ, բախի փոս փորես, որ փող տան, որ փողը տան ինչ պետք է անես, որ հաց առնեմ ուտեմ զորանամ, էլի փոս փորեմ, էսա ձեր կյանքը, սա մարդու կյանքն է, փոս փորեք, որ հաստան, ու սա անընդհատ պրոցես է, բայց Աստծո հենց նպատակը սա է, նա քաշում է իր ներկայության մեջ եւ իմաստուն որդիների պես իր պատկերն է ուզում հագցնի։ Ես այս համարը կարդում եմ եւ վերջացնում։ Ով է ուզում ձեզանից, որ Աստծո պատկերը հագնի։ Առավել նորահոգիներ ձեզ ենք ասում, ով է ուզում, որ Աստծո պատկերը հագնի եւ հագեք այն նորը գիտությունով նորոգված իր ստեղծողի պատկերի պես։ Հագեք Աստծո պատկերը հագեք։ Ուստի Աստծո ընտրյալսուրբերի սիրելիների պես ձեզ վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, գիտեք սա հեշտ է, դժվարը քեզ Աստծուն բերելն է, սա է ամենադժվարը, հպարտությունը խանգարում է, մարդկային փառքը, ամոթը խանգարում է, թե մարդիկ ինչ կարծիք ունեն քո մասին, դու ինչ գիտես գիշերները դրանք ինչով են զբաղված, դու արի սիրտդ մաքրի, դու արի Աստծուն հանձնվի, ասա Հիսուս ջան, դու իմ սիրտս մաքրի ու քեզ նման դարձրա, սրտով մաքուրներն են, Երանի սրտով մաքուրներին, որոնք Աստված պիտի տեսնեն։ Հիմա ես առաջարկով խնդրում եմ գանք աղոթքով Աստծո։ Ինչու է այսքան տարապում, արհավիկները մեր գլխին թափվում, վիշտ ու ցավ եկել պալատներ մտել, պատուհաններով մահներ ելել։ Տեր Աստծուն կանչենք, նրան աղաչենք, որ նա մեզ գթա ու մեզ ողորմա, լաց ու արցունքից կշտացած ազգիս իր ողորմության դռները բացի։ Իր անունով կոչված ժողովուրդ, եթե խոնարհվես գութս կշարժվի, եկեք խոնարհվենք, Հիսուսի պատմենք, իր սիրո առջև հանցավորենք մենք։ Ես թերի նման ծոմաղոտ կանենք մեր աղերսանքը, բացյալին հայտնենք, իր սուրբ ձեռքերը նա կտարացի մեր զավակների ծածկոց նկարի։
Ասեցի մի աղոտ կանեք, թե դեղը տամ եթաս, աղոտքով բժշկվեց, թե դեղը եթամ, վերջ եմ, ասեց լավ, մի հատ աղոտ կանեք է դու կնայինք, աղոտ կանեցիք պենանք էտ քույրիկ եթմա, ասիք ուր ես եթմ, բա դեղը, ասեց չէ, դեղ էտ պետ չի ես կնացի։ Մի հատ էլ բան ես վկայեմ ներքին է, մի քույրիկ զանգեց, ասեց երեխաս ես ինչ պրոբլեմի մեջ է, պրոբլեմը իրականից լուրջ էր բարդ էր, դե ոչինչ լսվում է, ուրեմն ասեցի քույրիկս, կոնսերվատիվ բուժման կարիք կա, պետք է սկզբնական առաջի փուլը սանես,
հետո այդ դեղերից հետո տեսնենք փոփոխությունը ինչա կկազմակերպենք սա, ու սենց սկսեցի ոնց որ իր հարցի դիմաց հարգանքով տենց պատասխանել։ Այդքան ասելուց հետո այս քույրիկը ինչ ասեց։ Ասեց եղբայր ջան, դու մի հատ ինձ կասես, այս շաբաթա բժշկության պաշտամունքը թե հաջող, փուքսս թողեց։ Ասեց մի անգամից ոնց որ թևերս թուլացավ։ Ինձ հաղթեց հավատքով։ Ասեցի չէ, մյուսին ա։ Ասես դե լավ, էլ մի չարչարվի, մի շաբաթ ոչինչ, կաղոթենք Տերը կպա երեխուն, ես կգնամ բժշկության պաշտամունքի, այդքան բանը ոչ չենք անելու, այ եղբայր ջան ասեց, հավատքով կբուժվենք, կգնանք երեխու համար, կաղոթենք կբուժվի կգանք։ Ես ադբոյ տվեցի խելոք, ու տենց զղջացի, որ ոնց որ քույրիկը ավելի արտուն գտնվեց։ Անցավ այդ շաբաթը, հաջորդ շաբաթը անցավ, զանգում ա ինձ։ Ասում ա եղբայր, կատարվեց, ասում եմ ինչը կատարվեց։ Բժշկությունը կատարվեց, քեզ էլ այդքան չարչարեցի, տանջեցի։ Գնացինք հավատքով, երեխու համար աղոթք արին, բժշկվեց երեխեն, եկել ենք ու փառք ենք տալի Աստծուն։ Հավատքները տանուր պահեք, եղավ Աստված օրհնի։ Մի գեղեցիկ երեկո աչքերս փակեցի, Հիսուսը եկավ ինձ այցի։ Այդպես էլ չիմացա տեսիք թե երազ, Հիսուս իր գրկի մեջ ինձ առավ։ Նրա գեղեցկությունը չափուսահման չուներ, ժպտացող աչքերով ինձ վրա կնայել։ Ինձ գրկել էր ամուր, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացմունք էր ինձ վրա խորտել։ Աչքերս փակեցի, Հիսուսը եկավ ինձ այցի, այդպես էլ չիմացա, տեսիք թե երազ, Հիսուսն իր գրկի մեջ ինձ առավ, նրա գեղեցկությունը չափուսահաճուր է, ժպտացող աչքերով ինձ վրա Ինձ գրկել ամուր, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացմունք է ինձ վրա պատել, նրա գեղեցկությունը չափուսահաճուր է, ժպտացող աչքերով ինձ վրա կնայեք, ինձ գրկել ամուր, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացմունք է ինձ վրա պատել։ Հանկարծ ձեռքս թողեց և իմ բարձրացավ, ջերմակապերի մեջ իսկույն անհետացավ, ձայն տվեց նրան ասացի իմ Հիսուս, ինձ էլ քեզ հետ վերցրու, ու լսվեց նրա ձայնը երկնքից անկած, չեմ տանի ինձ հետ քեզ, դու պետք ես մարդկանց, ասաց պատրաստ լինել, շուտով գալիս եմ, ազատվել մեղքերից և ապաշխարել։ Հանկարծ ձեռքս թողեց, երկին բարձրացավ, ջերմակապերի մեջ իսկույն անհետացավ, ձայն տվեցի նրան, ասացի իմ Հիսուս, ինձ էլ քեզ հետ վերցրու, ու լսվեց նրա ձայնը երկնքից անկած, չեմ տալիս քեզ հետ, դու պետք ես մարդկանց, ասա պատրաստ լինել, շուտով գալիս եմ, ազատվել մեղքերից և ապաշխարել, ու լսվեց նրա ձայնը երկնքից անկած, չեմ տալիս քեզ, դու պետք ես մարդկանց, ասա պատրաստ լինել, շուտով գալիս եմ, ազատվել մեղքերից ու ապաշխարել։
գեղեցկությունը չափուսահված ունի։ Ժպտացող աշկերով ինձ վրա կնայել, ինձ գրկել էր ամուր, չեմ կարող բացատրել, թե ինձ զգացմունք է ինձ վրա կապել։ Նրա գեղեցկությունը չափուսահված ունի, ժպտացող աշկերով ինձ վրա կնայել, ինձ գրկել էր ամուր, չեմ կարող բացատրել, թե ինձ զգացմունք է ինձ վրա կապել։ Նրա գեղեցկությունը չափուսահված ունի, ժպտացող աշկերով ինձ վրա կնայել, ինձ գրկել էր ամուր, չեմ կարող բացատրել, թե ինձ զգացմունք է ինձ վրա կապել։ Չեմ կարող բացատրել, թե ինձ զգացմունք է ինձ վրա կապել։ Ես մի բան կարող եմ ասել, մեր բոլորի բախտը բերել է, բախտը։ Աստուծո շնորհք ենք ստացել։ Հավատքը դա պարգև է, գիտեք, հավատքը դա պարգև է։ Ինչքան այսօր կան սովորաբար հարևաններ, բարեկամներ, հարազատներ, որոնք գիտեն, որ վերջ-վերջով, ասենք կողքի հարևանը հավատացյալ է, բարեկամ հավատացյալ է, շատ տարիներ, բայց իրանք չեն կարող ապաշխարել։ Այսինքն արդյունք չկա, միտքը փակ է։ Ոմանք էլ գիտեք ինչ են ասում, ասում են այդքան, որ գնում եք այդ դպրոցը չպրծավ ձեր դպրոցը, այդքան սովորում եք։ Մեր դպրոցին վերջ չկա, մինչև կյանքի վերջի շունչը, այսպաներ քույրեր։ Դրա համար գրված է մեկտեղ հավաքվելը մի տուն եք։ Երանի եք դուք, որ հավատացել եք, եկել եք միայն Աստծո խոսքը, ինձ բռնեք մինչև վերջ։ Եկեք նորից ասենք փառք Աստծուն։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ, սա գրված է Գործ Կարակելոցում, երբ որ Պողոս Արաքյանին արդեն բռնել էին վերջերջով, այսինքն ուզում էին ռատել, քննություն էր գնում, որտեղ Ագրիպաս արքան էր, Բերնիկեն վերջը, եւ Պողոս Արաքյանը այդ պահին պատմում է իր դարձը պատմում էր, երբ որ Դամասկոսին Հիսուսը հայտնապես հայտնվում է, օր ցերեկ ժամանակ ու մեծ արևի լուսավորությունից ավելի շատ բարձր։ Եվ տեսեք, ինքը պատմում է, թե Տեր Հիսուս իրան ինչ է ասում։ Սա գրված է Գործ Կարակելոց 26-րդ գլուխ, պիտի կարդամ բոլորիս համար։ 26-րդ գլուխ 17 խոսքից։ Նա ասում է Տեր Հիսուսի խոսքերը. Քեզ ազատելով այս ժողովրդեն ու հետանոսներին, որոնց հիմա քեզ կղրկեմ, առաջինը տեսեք, քեզ կուղարկում են անոնց աչքերը բանալու, լսենք բոլորս, նրանց աչքերը բանալու, առաջինը, ինչ է նշանակում աչքերը բանալու, որ աչքերի մասին ով կար ասել, հոգու աչքերը բանալու, նրանց աչքերը բանալու, երկրորդը, խավարի լույսի, ուրեմն մարդը հոգևոր կույր է, երկրորդը խավարի մեջ խարխափում, ինչպես ավետարն ասում, խավարի լույսի, երրորդը գրված է, երկրորդը սատանայի իշխանությունին Աստծո դարձնելու, երրորդը սատանայի իշխանության տագը մարդը, Աստծուն դառնա, որպեսզի անոնք մեղքերի թողություն առնեն եւ սուրբերի հետ մասնագետ լինեն ինձ հավատարով, այսինքն ու գրվածը սուբիկն ասում է, որ մենք մեղքերի ու հանցանքների մեջ մեռած ենք։ Նորից եմ հիշեցնում, առաջինը մարդը ինչ է, խավարի մեջ է, կույր է, խավարի մեջ խարխափում է, երրորդը սատանայի իշխանության տակ է, չորրորդը մեղքերի մեջ մահացած է։ Աստված այդ գերությունից մարդուն ազատում է։ Դա մեծ հրաշք է։ Մարդը իր ուժերով չի կարող։ Մարդը իր գաղափարով չի կարող ոչ մի բան ասել։ Այստեղ պետք է միայն հավատալ։ Եղբայրներ քույրեր, եթե սովորաբար մենք նայում ենք իրոք Պետրոս Արաքյան ասում է, քանի որ Աստված մեզ որ կանչել է, հարկավոր է որպեսզի ինչ անենք, Աստծո ուզածի պես ապրենք։ Մի ժամանակ մեր տգիտության ժամանակներ ապրում ենք մեր մարմնի ցանկություններով, կեղտոտություններով, բայց որ Աստծո լույսը եկավ մեր կյանքի մեջ, դա հրաշք է։ Ես էլ սովորաբար մամաս, պապաս որ ապաշխարեցին, հակառակին եղել, վերջը եղել է որ Աստվածաշունչը պահել է որ չկարտա, երկներ բան, երկարանբար, որպեսզի բան չանի։
բայց պապաս շատ աղոթներ արել, մենք 3 եղբայրներ եք եղել, հիմա կա, հիմա էլ կա, 3 եղբայրների հիմա շատ ծոմ աղոթք արել, Աստված մեզ բոլորս կանչեց ապաշխարության, շատ կարևոր է սա, որովհետև գրված է Առակացի գրքի մեջ, ասում է, փրկեք նրանց, որոնք որ բեռնելու են գնում, սպանվելու եղողներին, շտապեք ազատեն, սա վերաբերում այն մարդկանց, որոնք որ իրոք որ Աստծուց հեռու մարդիկ են, մեղքերի մեջ մահացած մարդիկ են, հարկավոր հասնել, Աստված օրհնի, վերջը սետրակ երկորը, որ սովորաբար իրոք որ ամեն կանչին հասնում, հիվանդ է, խորտության մեջ է, դժվարության մեջ է, այո, ամեն մեկի պետք է ժամանակին հասնել, մանավանդ որոնք որ հիվանդության տառապանքի մեջ են, չգիտենք վաղը կմահանան թե մի ժամ հետո, ինչքան դեպքեր եղել են, նրանց հասել են, Աստծո խոսք ասել են, Քրիստոսի մասին վկայել են, տունել են, զղջացել են, մեղային եկե, խաչի վրավազարկի նման փրկվել են նրանք։ Թող Աստված օգնի, շատ չեմ ուզում երկարացնել, Առակաց 2-րդ գլուխ կարդանք, տեսնենք թե ինչ խրատական խոսքեր կան ինձ համար եւ ձեզ համար։ Առակաց 2-րդ գլուխ առաջի խոսքից, ուշադիր եղեք այս կենաց խոսքերը, տեսեք ինչ լավ մարգարետ խոսքեր են։ Որդյակին, սա բոլորիս է վերաբերում, որդյակին, եթե իմ խոսքերս ընդունես, եւ իմ պատվիրանքներս քովդ պահես, այնպես որ ականջդ իմաստության տաս ու սիրտդ հանճարին բանաս, ականջ իմաստության տաս, սիրտ հանճարին բանաս։ Եթե դու իմաստությունը քեզի կանչես ու քո ձայնդ հանճարին ուղես, եթե զանիկա արծաթի պես փնտրես ու ծածու գանձերի պես խնդրես, նոր դրանց հետո գրված այնատեն Տիրոջ վախը պիտի հասկանաս։ Այո, դրանց հետո Աստծո երկյուղն է գալիս, իսկ Աստծո երկյուղը գրած իմաստության սկիզբը Աստծո երկյուղն է։ Եվ Աստծո գիտությունը պիտի գտնես, դրանց հետո արդեն Աստծո գիտությունը, ճանաչողականությունը, վասնզի իմաստությունը Տերը կուտա, գիտությունը հանճար անոր բերնեն են։ Անիկա ուղղությամբ գրված ուղիների համար, ուղի մարդկանց համար փրկություն կպահի։ Անիկա ուղղությամբ քայլողներու վահան է, որոնք որ ճիշտ ապրում են հոգևոր կյանք, ուղիղ են Տիրոջ առջև, դրանց համար Աստված մեզ վահան է։ Անիկա գրված է, անիկա ուղղությամբ քայլողներու վահան է, որպեսզի արտարության ճանապարհները պաշտպանի եւ իր սուրբերուն ճամփան պահի։ Այն ատեն ուշադիր եղեք, արտարությունը, դատաստան եւ ուղղությունը ամեն աղետ ճամփան պիտի հասկանաս։ Երբ իմաստությունը քո սրտիդ մեջ մտնի ու գիտությունը քո կուտ ախորժելի լինի, խոյևությունը քեզ պիտի պահի, ու հանճարը քեզ պիտի պաշտպանի։ Այո, ինչքան կարևոր է այսօր ինձ համար ժողովուրդ, իրոք որ հոգևոր կյանքը պատերազմ է, դժվարություններ կան, փորձություններ կան, բայց Տերը խոստացել է, բոլորիս է խոստացել եւ ասել է, որ ես ձեզ հետ եմ մինչև երբ ով է իշխում, մինչև աշխարհի վերջը։ Հավատանք այդ խոսքը։ Տեր ասել է, որ ամեն նեղությունների մեջ պետք է պահեն, թե մավաշուկի ձորի մեջ է պտտեք, չարին չպետք է վախենալ, որտեղ Տերն է պահում։ Միայն ձեր խնդրվածը, որ ձեր աղոթները շատացրեք, ամեն օր սուրբ կարտացեք։ Տեսել եք մի թևանի թռչուն թռնի, մի թևանի թռչուն տեսել եք թռնի, չի կարա թռնի։ Հոգևոր կյանքում եթե ուզում եք ցածած որ վեր բարձրանանք, Աստծուն մոտիկ լինենք, տեղ տվեք երկու կարևոր բան, ինչպես առաքյալները մեզ սովորացրել են, աղոթքի եւ Աստծո խոսքի պարապել։ Աղոթք շատ արեք եւ Աստծո խոսքը ամեն օր կարտացեք։ Հասկացա՞ր, եւ դա մեզ բոլորիս զորություն է, դեցունություն է։ Իսկ Առակաց 7-րդ գլուխը որ կարտակ, այնտեղ երիտասարդի մասին է դրած, որը սովորաբար սատանան որոգատ է պատրաստել մի անարակին, որը գցեց իրան որոգատի մեջ, հրապուրեց։ Հակառակորդի այսօր գործը հրապուրելն է, աշխարհի ցանկություններով, ունայնություններով, որ կարողանա շեղել, ճշմարտության ճանապարհից ձեր շեղել։ Այդ Առակաց 7-րդ գլուխը գնա կարտակ, այնտեղ գրված է, եւ նրա կործանված մարդիկը զորավորների, որոնք մահվան շտեմարաններ են իջնում, կորուստ են գնում, նրա կործանված մարդիկ զորավորներին, այո կարողացել է գցել որոգատի մեջ, ինչպես Ադամ եւ Եվային խաբեց։ Դրա համար թող Աստված զորացնի մեզ բոլորիս, ուշ տա մեզի կարողություն տա, մոտենանք Աստծուն, մենք չգիտենք վաղ ինչ է լինելու։ Ոչ թե ձեզ վախեցնելու համար եմ ասում, այլ առօրյա կյանք այդպես է։ Տիրոջ խոսքը կատարում է, մահ տարաժամեր պիտի լինեն, հիմա կատարում է։ Սկսվել է դա։ Երիտասարդ, մանուկ, պատանի, այլ ջահել չի նայում հիվանդությունը, մանավանդ աղցկել։ Եվ ինչքան շատացել է մահերը։ Մենք չգիտենք վաղ մերթ է, բայց կարևոր է, որպեսզի հավատացյալը պատրաստ լինի, մաքրված լինի, կգայտ օրը կարժանանա երկնային թագավորության։ Դրա համար ասեց, առաջ երկնայինը խնդրեք, մնացածը կտրվի ձեզ։
մենք սպասում ենք այն թակավորությունը, որպեսզի որուսը արժանանանք։ Տիրոջը պինդ բռնեք։ Հասկացա, Տիրոջը ճանապարհի մեջ հաստատում մնացեք, այո, Տիրոջ ավելի մոտեցեք։ Լավ, թողտերը ձեր շատ օրհնի, դրա համար հիմա պիտի պատասենք աղոթքի, սակերես բացենք իրար չէ, շնորհք խնդրենք, հոգևոր արթնություն գա, հոգևոր զարթում կապրենք, համաձայն եք, հոգևոր գարուն ելեն, գարուն չեք ուզում, հոգևոր գարուն կա, ծաղկում, պինտեկոստե, այո, աստված թողնի, դե կանեք աղոթքի, տասերի մարդում ձեր աղոթքի չան։